Ողջույն, դեկտեմբերի 24-ից մարտի 1-ը Հայաստանի պատմության թանգարանում կգործի հյուսվող հիշողություններ ցուցադրությունը։ Այն պատմական Հայաստանի տարբեր բնակավայրերից 19-րդ դարի երկրորդ կեսին եւ 20-րդ դարի սկզբին խորհրդային Հայաստան հայրենադարձված 4 ընտանիքների, 4 գերդաստանների պատմությունն է, իրենց ժառանգությունը, նամակներ, լուսանկարներ, ձեռագործ աշխատանքներ եւ այլն։ Այսօր Civilnet podcast-ի հյուրը 4 ճյուղերի ժառանգորդ Արմինե Տրղևոնյանն է։ Բարև ձեզ Արմինե, դուք նաեւ ցուցադրության համակարգողն եք։ Ես ուզում եմ խոսենք իհարկե իրերի մասին, այն նամակների եւ վկայությունների մասին, որոնք ցուցադրված են, բայց կուզեմ սկսենք սկզբից, հայրենադարձությունից եւ այն հիշողություններից, որ իրենց հետ բերել էին իրենք, մի շատ հետաքրքիր եւ նույնիսկ գեղարվեստական ձևակերպում եք անում Տիգրան Պասկևիչյանի ֆիլմում, ասում եք հայերը հայրենադարձները իրենց հետ բերեցին հաճույքի մշակույթը, ինչը շատ հետաքրքիր է։ Ուզում եմ պատկերացնել, ուզում եմ մի փոքր ավելի մանրամասն սրա մասին խոսենք, ինչպիսին էր կյանքի մշակույթը խորհրդային Հայաստանում, ինչ էր այդ ձեր ներկայացրած հաճույքի մշակույթը եւ ենթադրում եմ, որ դրանց առերեսումը, դրանց իրար հանդիպելը միշտ չէ, որ հարթ էր լինում։ Իհարկե, իմ նշած հաճույքի մշակույթը դա մի փոքր մասն է այն ամեն ինչի, ինչ որ բերել էին իրենց հետ։ 20-րդ դարում մի քանի ներգաղթ է եղել ներկայիս Հայաստան։ Դա եղել է 1915-ից 20-ական թվականները, հետո 30-ական թվականների սկզբին է եղել եւ 1946-ից 48 թվերին եղել է ամենամեծ ներգաղթը, որ մենք մեծ հայրենադարձություն ենք կոչում։ Իմ ծնողների ընտանիքները այդ տարիներին են ներգաղթել Հայաստան։ Ուրեմն հորս ընտանիքը ներգաղթել է Կայրեից, Եգիպտոսից եւ 1948 թվին եւ մորս ընտանիքը 1947-ին Բեյրութից, Լիբանանից։ Շատ հետաքրքիր է տարանջատել իրարից, թե ինչ բերեցին տարբեր բնակավայրերից եկած եւ սոցիալական տարբեր շերտերի ներկայացուցիչները։ Շատ հետաքրքիր եւ շատ թիրախային հարց եք բարձրացնում, որովհետեւ մի խմբի մեջ մրցնել բոլոր հայրենադարձներին, մեծ հայրենադարձության մասին ենք մենք հիմա խոսում։ Դա սխալ է, քանի որ հայրենադարձները գալիս էին երկրներից, տարբեր երկրներից, որտեղ նրանք իրարից արդեն տարբերվում էին, այդ երկրների իրենց սոցիալ-մշակութային եւ տնտեսության մակարդակով, ուրեմն իրենց մեջ կրում էին նաեւ ելքային երկրի մշակույթն ու սովորությունները եւ նաեւ լեզուն։ Հետաքրքիր է, այստեղ Եգիպտը դուք երկու բնակավայր նշեցիք, եւ Բեյրութ, ուզում հենց դրա մասին խոսենք, ինչ բերեցին իրենք կենցաղ եւ արդյոք խորհրդային Հայաստանը այսպես գրկաբաց ընդունեց այդ մշակույթը, թե կար դիմադրություն։ Նախ Հայաստանը, սովետական Հայաստանը, այդ այների խորհրդային Հայաստանը գտնում է շատ ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում։ Նոր էր ավարտվել երկարատև տարիներ տևող դաժան պատերազմը, այսինքն ժողովուրդը ինքը հենց գտնվում էր ծայր այսչան շատ վատ վիճակում, եւ երբ որևէ հասարակություն ինքը գտնվում է ծայր այսչան աղքատության մեջ, որևէ ներգաղթ ու այլ խմբերի ուրեմն տեղափոխություն, միգրանտների տեղափոխություն իր երկիր տարածք, որտեղ իրեն այդ հացը չի բավարարում, ինքը տուն չունի ապրելու եւ աշխատանք չունի եւ գումար չկա եւ ոչինչ չկա, դա չի կարող գրկաբաց ընդունվել։ Տարբերությունները բոլոր առումներում էին։ Նախ սկսենք լեզուն։ Այստեղ խոսում էին արևելահայերեն, դրսից եկածները խոսում էին արևմտահայերեն։ Իրար չէին հասկանում, շատ հայրենադարձների տեղավորեցին Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում, որտեղ տեղի բարբառները ընդհանրապես անհասկանալի էին արևմտահայերին։ Երևանում, Լեննականում, ներկայիս Գյումրիում տեղավորված ներգաղթյալներին մի քիչ ավելի հեշտ էր, ասենք լեզվական առումով, բայց այստեղ ռուսերեն արտահայտություններն էին շատ գերակշռում։ Ես հիշում եմ, մայրս պատմում էր, որ իրենք հենց սկզբից կարծեմ մեկի տանը սենյակ են բարձակալել, մինչև որ ինչ որ ավելի հարմար տեղում կտեղավորվեին, եւ տանտիրուհին տատիկիս, որ էլի Արմիներն անունը, ասել է. Արմինե, կուխնի ակոշկումը կարտոշկի տարել կենա դրած։
ու այդ խեղճկինը իրենք եկել են Հայաստան մեծ ողջավորությամբ, մեծ խանդավառությամբ, դա էլ առանձին պատմություն է, թե ինչպես սկսվեց այս ծրագիրը, ինչ հողային նկարտումներ ուներ Ստալինը Թուրքիայի հանդեպ եւ ինչպես ուզում էր շահարկել սփյուռքահայերի ներգաղթը կազմակերպելու այս հանգամանքը, այստեղ մի քիչ ուրիշ հանգամանքներ կար, որ ներկայացվում էր խորհրդային Հայաստանը որպես մի հիանալի պայմաններ առաջարկող եւ ապահովող մի երկիր, որտեղ կաշխատանք դուք ունենաք տուն, հիանալի պայմաններ, կգաք հնարավորություն կունենաք շենացնել եւ ծաղկացնել ձեր երկիրը։ Իրականում իհարկե այդ ամեն ինչը չկար եւ այդքան շատ մարդ էլ չկարողացան իրենք ընդունել, միայն համարյա 100,000 մարդ կարողացան ներգաղթել։ Ենթադրում եմ, որ ինչ-որ պահից եղավ հիասթափության մեծալիք հայրենադարձների շրջանում, թե չեղավ, թե պատրաստ էին այն պայմաններին, որտեղ ապրելու էին, ամենավատ պայմանները չէին, եթե անկեղծ ամենավատ պայմաններն էին։ Ամենավատ պայմաններն էին։ Խոսքը նաև վերաբերում է մայրաքաղաքում եւ մայրաքաղաքում, որտեղ տեղի բնակչությունը ինքն էլ ամենավատ պայմաններում էր ապրում, շատ շատերը։ Ես գիտեմ, որ նույնիսկ 48-49 թվերին պետությունը միակ շատ այսքան քիչ բաներից մեկը, որ պետությունը կարողացավ անել ներգաղթյալների համար, բնակարանային շինարարության 50%-ի չափով վարկ էր տրամադրում եւ ես անցյալ օրը մեր տանը գտա այդ վարկի թղթերը, բանկային թղթեր, որտեղ երևում է այդ ամենը շարադրված է եւ նաեւ տետրակ, որտեղ հայրս ամեն ամսվա համար գրել է ինչքան է կարողացել այդ վարկը մարել, մինչեւ որ լրի վարկը մարվել է։ Այսինքն շատ մինիմալ ինչ որ բաներ պետությունը ամեն դեպքում կարողանում էր անել։ Վերադառնալով կենցաղին, կարելի է ձևակերպել այսպես, որ հայրենադարձների բերած էսթետիզմը առերեսվեց այսպես մի կենցաղի, որը մի մշակույթի, որը բխում էր բացառապես անհրաժեշտությունից, այսինքն կենցաղը խորհրդային Հայաստանի հավելյալ էսթետիզմի հանդեպ մեծ համակրանք չուներ։ Կենցաղը այն էր, ինչի անհրաժեշտությունը կար։ Ինչի անհրաժեշտությունը կար, նվազագույն անհրաժեշտությունը կար եւ բացի դրանից, օրինակ տարբերվում էին իրարից, ես արդեն լեզուն նշեցի, որ իրար լեզու չէին հասկանում, ինչը շատ մեծ ստրես առաջացրեց հայրենադարձների մեջ։ Կենցաղը նույնպես, նախ արտաքինը։ Շատ հետաքրքիր է դա։ Այդ այրներին տեղաբնակները հագնում էին, հագնված էին, ինչպես որ նաև սովետական ռոպագանդան էր պահանջում եւ սովետական մոդան էր թելադրում, այսինքն մռայլ մուգ գույներ ամենտեղ փակ, չպիտի ընդգծվեր մարմնի կազմվածքը եւ կին տղամարդ տարբերություն էլ առանձնապես մեծ չէր հագուստի սանրվածքի եւ իր անձնական իր տեսքին վերաբերող խնամքի առումով իսկ հայրենադարձները հատկապես նրանք որոնք գալիս էին Ֆրանսիայից, Բեյրութից, Լիբանանից, Եգիպտոսից, Բալկանյան երկրներից նրանք հագնված էին յետ պատերազմյան եվրոպական մոդային համապատասխան կանայք լայնեզր գլխարկներով շատ անգամ քողերով ես մեր տանն էլ գտա լայնեզր գլխարկներ եւ մայրս պատմում էր որ գալուց առաջ եւ որ ուրիշ երկիր ես տեղափոխվում մտցակ ավելի բծախնդիր ես քո հագուստի հանդեպ եւ իրենք նույն զգացողություններ ունեն հատուկ կարվել է տատիկս գլխարկներ այսպես փետրավոր գլխարկը եւ քողով երեսին բաց գույնի եւ դրա մուքը սև գույնը ասենք ձմեռվա ամիսների համար Բոլորովին չվարակեցին խորհրդային Հայաստանի կանանց։ Ուրեմն սկզբում այդ տարբերությունը իհարկե ինչպես որևէ տարբերություն հակակրանք առաջացրեց իրար հանդեպ։ Ուրեմն կանայք պատկերացրեք, որ հատկապես այդ քանի որ շատերը եկել են նավով, բոլորը եկել են նավով եւ ընդունման հյուսիսային կայանը եղել է Բաթումը եւ հարավային կայանը եղել է Մեղրին, որտեղից գալիս էին Իրանից եւ Իրաքից։ Ուրեմն պատկերացրեք, որ դուրս են գալիս նավերը գալիս են եւ նավերից իջնում են այդ բաց դեկոլտեներով, բարձրակրունկ կոշիկներով, այդ լայնեզր գլխարկներով կանայք խնամված հետաքրքիր սանրվածքներով, տղամարդիկ բոլորը իհարկե կոստյումներով եւ թիթեռնիկ փողկապներով։ Եվ տեղի բնակչությունը ուղղակի նրանք էլ մեջ էին, որ ովքեր են սրանք եկել եւ ամենակարևորը ինչու են եկել։ Պատմություններ կան, օրինակ որ պատմություններ կան։ Նախ հայրենադարձները երկու շաբաթ կամ ավել մնացել են Բաթումում որպես կարանտին, մինչեւ որ նրանց բեռնատար գնացքներով որ մարդատար տեղափոխել են Երևանի մեր կայարան։ Եվ նրանց ցնցել է, ասում են, որ ցնցել է քաղաքի գեղեցկությունը եւ տեղի բնակչության ծայրահեղ աղքատությունը։ Բնականաբար ոչ մի խոսք
խոսքային կոնտակտ չեն կարողացել իրար ունենալ, իրար հետ շփվել, բայց բուլղարը հայերը, որտեղ իմանալով բուլղարերեն կարողացել են ռուսերենով հաղորդակցվել տեղի ռուս զինվորների հետ, որոնք կարողացել են հաղորդել նրանց տեղի բնակիչների հարցը, այսինքն այս տարակուսանքը, թե դուք ինչու եք եկել, եւ այդ հարցը շատ ծանր են իրենք տարի, շատ վիրավորական, որ ոնց թե ինչու են եկել։ Մենք թողել ենք այնտեղ ամեն ինչ, լավ գործ, տուն, ամառանոց, կայացած իրավիճակ, սոցիալական ստատուս, որպեսզի գանք ապրենք վերջապես պետականություն ունեցող մեր հայրենիքում, որպեսզի իրենց մասնագիտական այդ հմտությունները եւ կրթությունը կարողանան ծառայեցնել իրենց հայրենիքին։ Եվ հենց առաջին մուտքի մոտ իրենց ասում են, ախր ինչու եք եկել։ Կապը իրենց հարազատների ընտանիքների հետ պահել հնարավոր լինում էր, մարդիկ պատում էին, թե ինչ իրավիճակ է այստեղ խորհրդային Հայաստանում ու արժի գալ, արդյոք այդքան գայթակղի չէ թե չէ։ Կապը իրենց հարազատների հետ ում որ թողել էին արտերկրներում ուղակի կտրվեց, որովհետև իրենք հայտնվեցին երկաթի վարակույրի այս մյուս կողմում եւ շատ տարիներ հետո շատ դժվարությամբ հնարավոր եղավ ինչ որ նամակագրությամբ, նաեւ այցելություններ էին լինում 60-ական թվականներին, երբ որ շատ բան արդեն դեպի դրական փոխվեց, արդեն մերուն կարողանում էին գնալ, նրանք էին գալիս, ճիշտ է, դա լինում էր այն ժամանակվա անվտանգության ծառայությունների շատ հզոր հայացքի ներքո, բայց ամեն դեպքում հարազատները կարողանում էին հանդիպել իրար։ Իհարկե ստուգվում էին բոլոր նամակները եւ շատ զգուշ պիտի լիներ քո արտահայտությունների մեջ, որ որևէ բանով չարտահայտ դեմ չխոսեիր կամ վատ չխոսեիր սովետական կարգերի մասին։ Ենթադրում եմ, որ ինչ որ գրելու հատուկ լեզու ոչ գրելու հատուկ լեզու շատ զվարճախոսությունների մեջ է նշվում, որ ասենք ես այդքան չեմ սիրում, ես չգիտեմ ինչի չեմ սիրում այս թեմայով զվարճախոսությունները, որ մեր տանը ես միշտ լսել եմ ու այն ժամանակ էլ իմ ծիծաղը չէր գալիս, չգիտեմ ինչի, շատ հումորային չէին հնչում, օրինակ գալուց առաջ ասում է, դե գնում եմ, եթե նստած ուղարկեմ, նամակ ուղարկեմ, ուրեմն լավ է, եթե կանգնած ուղարկեմ, ուրեմն վատ է, ինքը նկար է ուղարկում պառկած, այսինքն դու ինքդ մտածի, թե ինչքան վատ է, որ նույնիսկ կանգնել ու նստել չեմ կարող։ Այս տեսակ շատ զվարճախոսություններ կան, որ ասենք տարիներով գալիս են, դուք նշեցիք այն մասին, որ երբ տեղաբնակները սկսեցին արդեն ընդունակել այն ամենը, ինչ որ իրենց դուր էր գալիս։ Ուրեմն այդ արտաքին տեսքը, որի մասին ես ասում եմ, այդ եվրոպական արտաքինի եւ տեղացիների շատ աղքատիկ, միշտ մռայլ գույների մեջ, միշտ փակ երկարաթև այդ հագնվածքը, որը ես չեմ հավատում, որ ինչ որ մի կին չի ուզել ինքներ նմանվի, ասենք, այդ գեղեցիկ սանրվածքի կամ այդ հետաքրքիր վառ գույների այդ մոդելներին մոդելները ընդօրինակելուն դա ի վերջո սկսվեց իհարկե 50-ականների վերջի 60-ականներին արդեն հասկացա որ իրենք էլ կարող են այդպեսի ոչ մի սարսափելի բան չկա դրա մեջ բայց իհարկե հայնադարձներն էլ ինչ որ կոմպրոմիսի գնացին ասենք տղամարդիկ այլևս այդ թիթեռնիկ փողկապները վերածեցին գոնե այսպես երկարուկ փողկապի ինչ որ իմ պապիկիս մասին էին պատմում որ ինչ որ կոմպրոմիսների սկսեցին գնալ կամ սկսեցին ավելի ցածր հագնել շատ տարբեր էր իհարկե կենցաղավարությունը օրինակ հայնադարձների ընտանիքներում կին եւ տղամարդ հարաբերություններն էլ օրինակ ինչ շատ հետաքրքիր որ արմատապես տարբեր են եղել օրինակ կանայք չէին աշխատում այն բանով որ իրանք տան գործերն էին վարում ամուսինը տղամարդը պարտավոր էր ֆինանսապես եւ ամենչապես ապահովել ընտանիքին այսինքն կինը կարող էր շարունակել մնալ կին իր ասեղնագործներ անում շատ ընդունված էր հյուր գնալ եւ սուրճ խմել այցելելի բարեկամուհիներին հարևանուհիներին ինչի համար տեղացի կանայք նրանց ասում են որ բոշա են տանկնիկ չեն ես ճիշտ բառերով եմ ասում ինչ որ վերջերս գրքում կարդացի Արմենուհի Ստեփանյանի գիրքը կա բանախոսներից լսված իր կողմից արձանագրված շատ հետաքրքիր այսպես շատ իրական պատմությունների շարադրանք է
Այդ սուրճի պատմությունը կա, որ ես առանձնապես դրան մեծ նշանակություն չեմ տալիս, բայց դա էլ առանցքային կենցաղավարության մի մաս է կազմում, որ դե սուրճ այստեղ չի եղել, ընդհանրապես չի եղել։ Եվ շատ բաներ բերել են հայրենադարձները, նույնիսկ այդպես պարկերով սուրճ են բերել, աղաց են բերել, որտեվ դա առանց սուրճի իրենք չեն պատկերացրել։ Այստեղ էլ էլի տարբերություններ կա տարբեր խմբերի մեջ հայրենադարձների, կախված ինչ ելքային երկրի, որ ելքային երկրից են իրենք Ձեր ընտանիքի օրինակով Եգիպտոսի Մեր ընտանի օրինակով հիմա տեսեք Բեյրութն ու Կայրեն փաստորեն իրարից այդքան չեն տարբերվել, որտեղ մշակութային ոչ մի տարբերություններ ես չեմ նկատել մեր տանը, բայց օրինակ գիտեմ, որ պարսկահայերը խիստ տարբերվել են։ Այո, պարսկահայերը ավելի հեշտ են ինտեգրվել, որտեղ նրանց լեզուն այդքան տարբեր չի եղել։ Ամեն դեպքում նրանց արևելա հայրենի միջուղ է։ Հետո ասենք նույն սուրճի պատմությունը նրանք այդքան այդ սովորությունը չեն ունեցել, նրանք ավելի թեյ են խմել եւ այստեղ տեղացիներն էլ ասել են մեռնեմ չեմ խմի ես այդ սև մրուրը եւ ինչպես է ձեր կարծիքով սառույցը կոտրվել երբ կանայք հասկացել են որ այդ սուրճի մրուրի վրա կարելի է բախտ գուշակել այսինքն կանացի այդ հետաքրքրասիրությունը հաղթել է բոլոր նախապաշարումները եւ կանացի հետաքրքրությունը եւ ապագան իմանալու մարդկային այդ մարմաճը Իսկ ինչ սոցիալական շերտից ձեր շերտից էին ձեր նախնիները այսինքն հորս եւ մորս ընտանիքները հորս ընտանիքը հորս նախնիները մոտ 17-18 սերունդ Մարաշում եղել են հոգևորականներ։ Հոգևորականի տարբեր պաշտոններ են զբաղեցրել։ Իսկ մորս ընտանիքը ուրեմն նա հոր կողմը եղել են Արաբգիրի Մաշկերտ գյուղից եւ հայրը եղել են հոր կողմը բոլոր եղել են մտավորականներ, կոնկրետ մորս հայրը եղել է Սիրիայի եւ Լիբանանի ներգաղթի կոմիտեի նախագահը։ Ինքը սկզբում եղել է դաշնակցական, հարել է դաշնակցականներին, ինչպես եւ եղել է իր եղբայրը Հովանես Դևեջյանը, որը Գարեգին Նժդեհի հետ նույն բանտախցում է եղել Վլադիմիրի բանտում։ Այսինքն իրենք եղել են դաշնակցական լիդերներ, առաջնորդներ։ Բայց իմ պապը, մորս հայրը տարաձայնություններ է ունեցել կուսակցության մեջ եւ ժամանակի ընթացքում հարել ավելի համայնավար, այսինքն կոմունիստական կուսակցությանը եւ այդ պատճառով էլ ինքը հանձն է առել Խորհրդային Հայաստան սփյուռքահայերի ներգաղթը կոնկրետ Սիրիայի եւ Լիբանանի այդ երկու երկրների կազմակերպումը։ Այսինքն ամենատխուր, ամենաողբերգական սցենարը, որ նկարագրեցիք, ձեր ընտանիքի հետ չի պատահել։ Այդ ծայրահեղ աղքատությունը, չհասկանալը, կորցնել սոցիալական դիրքը, դա չի եղել։ Դուք ավելի հեշտ ճանապարհով եք։ Ես էլ եմ համարում, որ իմ ընտանիքը ավելի բախտավոր է եղել համեմատելով մյուս ընտանիքների սցենարները, որտեղ ամենավատ բանը, որ պատահել է իրենց հետ, դա աքսորվելն էր Սիբիր։ Ձեր ընտանիքի անդամները ափսոսում էին վերադարձի համար, այդ նման խոսակցություններ եղել են, դուք լսել եք։ Շատ դելիկատ հարց եք տալիս, որին ես կփորձեմ ճիշտ պատասխանել։ Զղջում որպես այդպեսին չի եղել։ Դրա փաստը այն է, որ երբ բացվեց այսպես ասած, կոպիտ ասած, բացվեց ճանապարհները վերջապես եւ մեծ արտագաղթ սկսվեց, մեր բոլոր ազգականները, երկու կողմի բոլոր ազգականները գնացին։ Միայն մեր ընտանիքներ որ մնաց։ Բացի նրանից, որ Սա խոսում են ստում հայրենասիրության մասին նաև չափից դուրս սկզբունքային էր իմ հայրը ինքը ընդհանրապես գաղթ ճանապարհին գաղթ գաղափարին դեմ է եղել իր ամբողջ էությամբ նույնիսկ երբ Կայրեից իրենց ընտանիքը որոշում է կայացնել տեղափոխվել Հայաստան ինքը նույնիսկ դրան է դեմ եղել որտեղ ասել է ինչ որ մի կետում պիտի ես գաղթը կանգնեցնել ինչպես ասեցի մի քանի անգամ է ներգաղթ եղել Հայաստան ամուսնուս տատիկը որը ինքը հենց այդ
գաղթականներից մեկն էր եղել, մինչև կյանքի վերջը չէր կարողանում մոռանալ եւ արցունքները աչքին ինձ պատմում էր, ասում էր, ախր չես պատկերացնի մենք ինչ օրեր ենք ապրել։ Այստեղ տեղացիները այն ժամանակը, երբ որ ինքը եկել են, մյուսները տեղացիներ են համարվել, երբ որ մեկի հանգուցյալի վրա ողբում էին, ասում էին, լավ, ախր ինչի մեռար, մի գաղթական չկար մեռներ, որ դու մեռար։ Ինքը ասում էր, դու հասկանում ես, ես ոնց են ընդունել։ Ուրեմն նրանք այդպես վատ են ընդունել, տասնամյակներ հետո իրանք են դարձել տեղացի եւ իրենք են արդեն սկսել վատ ընդունել նոր խմբերին, որոնք եկել են։ Ուրեմն ես գոնե արդեն իմ կյանքի ընթացքում դիտարկեցի 90-ականների սկզբին Բաքվից, Շահումյանից փախստականների մուտքը Հայաստան, երբ որ մենք մեր հասարակությունն էր գտնվում շատ վատ վիճակում, շատ բաքվեցիների, ասենք Բաքվից եկածների, այդպես պիտակավորում են բաքվեցիներ, շուռ են գալիս, ասում են մեզ չի հերիքում, դուք ուր եկաք։ Ունևոր շերտը, որ երկրներից աշխարհագրական որ հատվածներից էր գալիս եւ բացի դրանից ասում ենք որ իրենք բերեցին էսթետիզմ, իսկ խորհրդային միությունում կենցաղը բխում էր անհրաժեշտությունից, չեք կարծում որ այսօր մենք նորից վերադարձել ենք այդ մեկնակետին, երբ իրի հանդեպ այդ սակրալ վերաբերմունքը վերանում է կամ վերացել է եւ նախ որովհետեւ մենք անընդհատ փոխում ենք այդ իրերը, մենք փոխում ենք մեր աշխատանքը, ապրելավայրը, հագուստը, տեխնիկան անընդհատ փոխում ենք, հարազատություն իրի հանդեպ կարծես թե չկա, մյուս կողմից բոլոր իրերը խտանում են մեկ առարկայի մեջ, օրինակ հեռախոսի մեջ, եւ առանձնապես ոչինչ չկա ավանդելու գալիք սերունդներին։ Ինչպես համաձայն եք թե չէ ընդհանրապես դրա հետ, որ իրի կարևորությունը վերանում է եւ այդ նաև հայրենադարձների տարբերություններից ունևոր շերտը ովքեր էին, որ երկրներից էին ավելի ապահովված։ Մի քանի շերտ ուներ ձեր հարցը։ Ես նախ պատասխանեմ ունևոր հայրենադարձների մասին։ Մայրս ասում էր, որ իր հայրը ամեն դեպքում մարդկային ճիշտ, ոչ թե մարդկային ճիշտ խորհուրդ էր տալիս, այլ տրամաբանություն էր աշխատեցնում, ասելով, որ ամեն դեպքում մենք գնում ենք մի երկիր, որը յետ պատերազմյան վիճակում է գտնվում։ Ինչքան այո մեր հայրենիքն է, ինչքան էլ այնտեղ բոլորը հայ են եւ կարիք չկա լեզուն եւ մեր ինքնությունն ու մեր կրոնը ատամներով սերնդեսերունդ այսպես պահելու օտար կամ ուրիշ կրոն ունեցող երկրում, ամեն դեպքում դուք մտածեք, որ այդ երկիրը հիմա չի կարող շատ լավ վիճակում լինել եւ նրանք ովքեր ունևոր էին իսկապես մեծահարուստ էին, նրանց ասում էր դուք մի եկեք եւ նրանք էլ քանի որ ունեին պրակտիկ մտածողություն, շատերը չէին էլ գնում այդ քայլին։ Եղան իհարկե գործարանատերեր, որ իրենց դազգահներն անգամ ամբողջ հումքը, ամեն ինչը հետները բերեցին, կարծելով ունենալով իլյուզիա, որ այստեղ պիտի իրենք գործարաններ աշխատացնեն, դրանք անմիջապես կամ կոմպիսկացվեցին կամ անձրևի եւ այդպես փողոցում փոշու մեջ փչացան եւ թափվեցին միլիոններ, մեծ նյութական արժեք ներկայացնող շատ իրավ այդպես կորան գնացին, բայց այսինքն ձեռընտու էր հատկապես նրանց համար, ովքեր այնտեղ էլ էին վատապայմաններում ապրում, ասենք արհեստավորներ, գյուղացիներ, կոշկակարներ կամ մարդիկ, որոնք հազիվ էին այնտեղ ապրում, իրենց համար այդքան կորուստը ահռելի չէր։ Եվ ես մի բան էլ շատ կուզեմ նշեմ, որ մենք անդադ խոսում ենք կորուստների մասին, բայց եղան իհարկե առավելություններ։ Նախ այն, որ մեծ հայրենադարձությունը մի քանի քայլ առաջ տարավ Հայաստանի զարգացումը բոլոր ոլորտներում։ Հայրենադարձների մեջ կային եւ այստեղ կայացան դարձան շատ հայտնի արվեստի գործիչներ, երգիչներ, օրինակ Միհրան Երկաթը եւ Գոհար Գասպարյանը մեր հարևաններն էին, որովհետեւ նրանք Եգիպտոսից էին եկել, իսկ մեր փողոցը ամբողջ շարքը եգիպտահայեր էին։ Իրար մեջ դա նախ Բաղրամյան առաջին նրբանցք էր մինչև մի 20 տարի առաջ, հիմա Լեռկամսարն է։ Հիմա Լեռկամսարն է եւ այդ ամբողջ փողոցից մնացել եմ ես հին բնակիչներից։ Փոքր սեփական տներ են, որոնց մասին չգիտեմ ինչքան է ժամանակը ներում, որ ես նկարագրեմ նաեւ այդ փողոցի մթնոլորտ, այդ հարևանությունները մեջ որ անում էին եւ այդ տները բոլորը նույնատիպ են կառուցված, նույն քարից եւ երկու հարկ տներ, փայտե պատշգամբով, անպայման պարտեզ պիտի լինի, պարտեզից խաղողի վազը պիտի բարձրանար այդ
տշկամբի վրա, իրենք այնտեղ հարևաններով հավաքվեն, սուրճ խմեն, շփվեն, նարդի խաղան, մեծերը, ուզում եմ նշել, թե ինչ շահեցին հայրենադարձները։ Ամեն դեպքում այս երկրում կրթությունը այնքան բարձր մակարդակի վրա էր, որ հատկապես եթե հաշվի առնենք, որ Սիրիայից, Լիբանանից էին եկել, Եգիպտոսից նույնիսկ իմ հորս կողմը, որ եկել էր, նրանք այնտեղ այս չէին ստանա այն կրթությունը, որ ստացան այստեղ։ Կոնկրետ ես իմ հոր մասին ասեմ, հորս Երևանում ինքը ուրեմն համասարանական կրթություն նախնական բակալավրիատը սովորել է Երևանի պետական համալսարանում, որտեղ իր դասախոսը եղել է Հրաչի Աջարյանը։ Դրանից հետո ինքը ասպիրանտուրա սովորել է Լենինգրադում, ներկայիս Սանկտ Պետերբուրգում, որտեղ իր դասախոսը եղել է Հովսեփ Օրբելին։ Հիմա Կայրեում մենք երեք էինք խոսում եղբորս հետ, արդյոք նա կկարողանար այդ մակարդակի կրթություն ստանալ եւ այդ կարգի, այդ մակարդակի գիտնական դառնալ։ Լավ, վերջին հարցնել տամ, թե բոլոր այդ լուսանկարները, նամակները շատ բարձր հուզական արժեք ունեն, որը կառանձնացնեք որպես ավելի պրակտիկ արժեք ունեցողներ։ Պրակտիկ ասելով նկատի չունեմ ներկապահին օգտագործման ենթակա, այլ որ վկայում են ինչ-որ բանի մասին։ Տեսեք, դուք ասում եք այս պահին օգտագործման ոչ ենթակա, բայց պատկերացրեք, որ այդ բոլորը մենք օգտագործում ենք, չէ, մենք օգտագործում ենք, լուսանկարը հասկանալի է, բայց նույնիսկ լուսանկարի պարագայում հիմա ես մի քիչ sense անդրադարձանեմ, ինչպես են այդ իրերը այսքան տարի պահվել։ Մի քիչ ես դա վերագրում եմ իմ ծնողների խիստ պահպանողական բնույթին։ Իրերը չպետք է նետվեին, ոչ մի չոփ, ոչ մի հիշատակ, ոչ մի այնտեղից բերված կամ մեծերից մնացած որևէ ձեռագործ, առօրյա օգտագործման իր, դա չպետք է նետվեր, եւ իրես ասում են նորը առնենք, սա ասում են դե ունենք, չէ, ինչ վատ է հինը։ Այն ժամանակ ես դա չէի ընդունում, իհարկե սրերով էր ընդունվում եւ շատ երկար տարիներ ոնց էր ես դա ոչ չէի սիրում այդ ամեն ինչը, բայց այդտեղ ուրիշ բան էլ կար։ Ես այդ ամեն ինչի մեջ մեծացել էի, ես սովոր էի դա տեսնել եւ չէի արժևորում։ Կյանքի ինչ որ մի կետից սկսեցին դրանք ինձ շատ դուր գալ, ես հասկացա ինչ ճաշակով են, ինչ գույներ են, կարելի է սա վերագրել հայրենադարձի մտածելակերպի կամ հայրենադարձի ընտանիքի սկզբունքներին, բայց շատ հայրենադարձ ընտանիքներ կան, որտեղ ոչինչ չկա, եւ ոչ միայն ոչինչ չկա, ես միշտ զարմանում էի վերջի տարիներին հասկացա, որ հայրենադարձների ժառանգներ, ասենք իմ սերնդակիցները, արևմտահայերեն չեն խոսում եւ չեն հասկանում խոսել պարզ է, ես չեմ խոսում, ես ծնվել եմ այստեղ եւ իմ լեզուն արևելահայերենն է եղել եւ իմ կրթությունը, իմ բրոցը, իմ ընկերները բոլորը, այսինքն ես ապրել եմ այս իրականության մեջ, ես սա է իմը, բայց իհարկե ես հասկանում եմ արևմտահայերեն, որտեղ տանը լսել եմ եւ ինչ որ փոքրուց ես լսել, փոքր տարիքից ես լսել, ես միշտ շատ ազատ խոսում եմ։ Անդրադառնամ նրան, որ դուք նշեցիք, որ այդքան իրեր տանը պահվել են, հիմա տեսեք արդեն 80-ամյակն է գալիս հայրենադարձության մեկնարկի 80 տարի դրանք դարակներով մնացել են, հանենք, օգտագործենք եւ դրանից իրականում ծնվեց ցուցադրություն ունենալու գաղափարը եւ ոչ միայն դրանից։ Ես թանգարան մնալու, չէ, թանգարան չի էլ մնալու, դա ցուցադրություն է։ Դա ժամանակավոր ցուցադրություն է։ Լուսիկ Ագուլեցու տուն թանգարանը, որտեղ եթե չեմ սխալվում, հենց թանգարանային տրամաբանությամբ ես եղել եմ, այո, Լուսիկ Ագուլեցու մոտ, բայց այնտեղ ոչ միայն իրենց տան իրերն են։ Իրենք սկսել են դրանից, բայց հետո ավելացրել, ասենք մի սենյակ ամբողջ արծաթ գոտիներ, բնականաբար այդ մարդիկ այդքան գոտիներ չեն, դա ավելացել է, որտեղ արդեն իրենց գործառույթն է փոխվել, իրենք սկսել են դա օգտագործել որպես եւ հյուրերին հյուրընկալման տեղ եւ թանգարան, եւ այդ առումով այո հետաքրքիր է, բայց մեր տունը դեռ մենք այդպես գաղափար չունենք որ սարքել այդպես ասենք տուրիստական կենտրոնի վերածել, մենք ապրում ենք այդ ամեն ինչի մեջ եւ ես մեծ հաճույք եմ ստանում այդ դրանից։ Ես իմ անձնական դիտարկումն եմ ուզում հիմա ասած լերեմ, ինչը որ հասնում է ծայրահեղության, անպայման դրանից հետո սկսում է դրա հակառակ process-ը։ Հիմա պատկերացրեք, իր գագաթնակետին է գտնվում այս սպառողականությունը, այսպես կոչված, սկսում է դրա հակառակ process-ը, որովհետև աշխարհում, որը անընդհատ փոխվում է, շատ արագ փոխվում է եւ ապագան
որը միշտ է եղել անկանխատեսելի, հիմա էլ ավելի կանխատեսելի է, մարդը հոգեբանորեն ձգտում է անցյալին, որը կայուն է, որ արդեն քեզ ծանոթ է, որը ջերմ է, որը ավելի անկեղծ է, որը քեզ ծանոթ է։ Եվ մոդան, որը անընդհատ դարաշրջանների մոդան անընդհատ ետ է գալի, վերաիմաստավորվում է, այժմ այդ ռետրոն եւ հինը ոչ միայն ոչ են, այլև դրանք արժեքային հակազդեցություն են հանդիսանում արագին, էլեկտրոնայինին, թվայնացման ձևով արտադրվածին, դրա նաև նպաստում է սոցիալական հարթակներում այդ կեղծ կատարյալ իրականությանը, դրան ի հակադրություն երիտասարդները հիմա ուզում են ավելի բնական, ձեռքով արված, ոչ կատարյալ եւ ավելի անկեղծ, ավելի իրական իրերի։ Անգամ տոնածառ զարդարելիս է դա նկատվում, արդեն տոնական զարդարելիս է դա նկատվում եւ բացի դրանից երբ հիմա բոլորի մոտ մարմաջ է այդ բրենդամանիա կոչվածը, որը մարդիկ այն պարագայում, երբ որ բոլորը բրենդ են կրում, արդեն ռետրո եւ հին ոճը կրելը կամ ինչ-որ էլեմենտ ունենալը օգնում է քեզ հաստատել քո անհատականությունը հաստատել, որ դու տարբեր ես, որ դու ուրիշ ձևով ես մտածում եւ ընդհանուր զանգվածից կարող ես այդ ձևով տարբերվել։ Շնորհակալություն շատ բոլոր հարցերին պատասխանելու համար։ Հիշեցնենք, որ ցուցադրությունը լինելու է մինչև մարտի 1, 2026-ի մարտի 1-ը, հուսով եմ կհասցնեք այցելել, իսկ Civilnet podcast-ի տաղավարում Արմինե Տեր-Ղևոնդյանն էր, կհանդիպենք։